Ռուսաստանի հետ կապված դուք ասում եք փաստորեն, որ Միացյալ Նահանգները կարծես թե մի ձեռքով ոնց որ թե օգնում են, փրկում են Ռուսաստանին, մյուս ձեռքով կարծես թե սպանում են։ Եվ եթե Ռուսաստանը, ես ասեմ դուք ասեք ճիշտ եմ, ընկալել, որպեսզի պարզ լինի, որ երկար է լինում մեզ լսողներին ավելի հարմար է լինում, ավելի հակիրճ հա միտքը արտահայտել։ Ռուսաստանը, որը ասում էր, սա պատերազմ չի, սա հատուկ օպերացիա է, նա կարող էր ասել, ես կվերջացնեմ, կդադարեցնեմ հատուկ օպերացիան միայն այն ժամանակ, երբ որ խնդիրը լուծված լինի։ Այո, ինչպես Ամերիկան հազար անգամ կներեք, ինչպես Ամերիկան Իրաք մտավ, հետո դուրս եկավ, Աֆղանստան մտավ, լուծեցի դուրս եկա։ Բայց մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը խաղաղության բանակցությունների է ուզում մասնակցել եւ Միացյալ Նահանգները նստացնելով Ռուսաստանին կլոր սեղանի շուրջ խաղաղության բանակցությունների առաջինը ասում է դա պատերազմ էր, բ իջեցնում է կարգավիճակը Ռուսաստանի, դարձնելով նրան պատերազմի կողմ, որը կզրկի Ռուսաստանին հետագայում խաղապահ լինելու կարգավիճակից ՄԱԿ-ի, այո, 5-ից 1-ի կարգավիճակին, որը պետք է չեզոք լինի, որպեսզի ունենա այդ կարգավիճակը։ Դրանով թուլանում է Ռուսաստանը, ինչը կբերի Ռուսաստանի հետագայում փլուզման։ Սա Ռուսաստանի մասով, այսինքն ճիշտ է արդյոք, որ Միացյալ Նահանգները մի կողմից կարծես թե օգնում են դադարեցնել պատերազմը, որը Ռուսաստանը չի կարողանում դադարեցնել ինքնուրույն, եւ երկրորդ կողմից վնասում են կարգավիճակի իջեցնում, որը կբերի հետագայում թուլացման եւ հետևանք։ Սա Ռուսաստանի մասով ոնց որ թե սա էր։ Երկրորդը Հայաստանի մասով, երբ որ մենք խոսում էինք Միացյալ Նահանգներ, Թուրքիա եւ Թուրան եւ Զանգեզուրի միջանցք, դուք ասացիք ընդհանրապես շատ վատ է դասավորվել իրավիճակը եւ Հայաստանը որքան հնարավոր է շտապ պետք է որոշի որն է իր առաքելությունը, ինչ ունի առաջարկելու ինքը այս նոր վերադասավորվող միջազգային կարգի մեջ, հա, ես ճիշտ հասկացա ձեզ, Հայաստանի այսօրվա անելիքն է կողմնորոշվել, թե ինչ ունի առաջարկելու։ Այս պայն երկու տարբերակ, բայց շատ մակերեսային է, էլի ասածս։ Եթե մենք կարողանայինք միջազգային խաղապահ բերենք այդ միջանցքը, ասենք շվեդացի, ֆինլանդացի, դա մեր համար ստիպված նախընտրելի վիճակ կլեր։ Եթե դա էլ նույնիսկ չենք կարում, ինձ համար ավելի նախընտրելի է ռուսական խաղապահը դե, այն հույսով, որ մեկը Ռուսաստանին հետո արևմուտքի օգնությամբ տշելու ենք։ Բայց քանի որ կա պրոբլեմ Ռուսի հետ թուրքն էլ է գալու կանգնի, իմ համար դարձնում է դա անելանելի այդ վիճակը։ Այսօրվա դրությամբ մնացածը ես ուրիշ երրորդ տարբերակ չեմ 9-րդ կետի մասին եք խոսում, այնտեղ FSB-ն է միայն նրանց սահմանապահ Հաջես չէ կնախընտրեի միջազգային խաղապահ։ Չէ, մեծ հաշվով ես կուզեի որ չլինի։ Երկրորդ տարբերակը դուք ասում եք ես մեծ հաշվով ռուսը կանգնեն այդտեղ, այդ որ ասեմ, ես կնախընտրեի որ ոչ ոք չգար։ Բայց կա կոնսենսուս ըստ էության այդ միջանցքի հետ կապված։ Ռուսը այդ նոյեմբերի 9-ը ասե, թուրքն էլ ասե, ադրբեջանցին էլ ասե, Ամերիկայի են Բրայան, ով ասես եկե հայտարարել է, որ իրանք կողմ են, բայց Հայաստանի համաձայնությամբ, էլի, այդ միջանցքի։ Հիմա նոյեմբերի 9-ի փաստաթուղթը համաձայնությամբ, թե Հայաստանի սուվերենությամբ։ Հա, էլի։ Դե Հայաստանի իշխանությունները պետք է համաձայնվեն, այսինքն Հայաստանի սուվերենությունն է դա նշանակում, էլի։ Հիմա ուզեմ ասեմ կոնսենսուս կա միջանցքի հետ կապված, բոլորին պետք է, մենք չենք կարողանալու դրա դեմ։ Հիմա ասեմ այդ նոյեմբերի ինչ եմ ես ասում այդ վտանգը, որովհետև իրանք Աղդամի դիտակետը դա ռուս-թուրքական դիտակետ է։ Ու Ալիևը հենց իրենց չէր միշտ ասում էր հայելային Սյունիքի միջանցքը։ Այսինքն, երբ որ խոսում են Լաչինի հետ միասին։ Հա, երբ որ խոսում էին, իրանք ասենք այդտեղ այտենց նրբություններ կա, ասում են հասարակությունը ինքը այդ Թուրքի մոմենտը այդ ժողովուրդը լավ չի ընդունում, պետք չի ամերոպե շրջանը առել համատեղը, բայց կա համապատասխան բառապաշար։ Ասենք երբ որ իրանք ասում են անխը խոչընդոտ, իրանք դա թե հասկանում են առանց վերահսկողության ճանապարհ, չէ՞։ Բայց ասենք հայերի այդ պրիմիտիվ մտածելակերպի մարդկանց միշտ կարելի է կերտնել։ Իմիջայլոց Բիսմարկ այդ ձևի բան անում Ավստրիայի կանցլերի հետ այդ Գերմանա Պրուսա ավստրիական պատերազմից հետո, երբ որ գնում է ինքը դրա հետ բանակ թուղթ ստորագրի խաղաղության, Բիսմարկը գրքում եմ կարդացել, ասում է գնում է այդ կանցլերի հետ անուն հիմա չեմ հիշում,
Այդ օրը նստում են, ասում այսօր հանգստանանք, բան, հաց ուտենք, ոչ եմ շփվենք, էլի նոր հոգնած ենք, բան։ Հետո երեկոյան ասում է, էդի գիտեր, որ այդ կանցլերը սիրում է շախմատ։ Շատ է սիրում, Ավստրիայի կանցլերի մասնան խոսքը։ Ասա Բիսմարկը հետը շախմատ է տարածելում, որ իր թիմագիստները դաժե զարմանում են խիավեկալ։ Հետո այդ որ այդում են հաց ուտելու, այգու մանգան, բան, ասում են վաղվանից կսկսենք բանակցությունները։ Բիսմարկը իրան այդ շախմատն է նվեր տալի։ Էդի ասում է սիրում ես խաղալ, բան։ Ասում է ես իմ ասում եմ, երբ բերեցի քեզ լսել եմ որ դու սիրում ես, այդ կանցլերը ասում է շախմատ խաղանք։ Ես Բիսմարկը ապուշ քայլեր անում։ Այդ գրքում գրած ասում է Բիսմարկը ասում է որպես իր ազգանությունը վաղվա բանակցություններին թույլատնեմ, իմ առաջ խնդիր էի դրել, որ ինքը իմ խելքի մասին ունենա բան ցածր կարծիք, որ ասենք պրիմիտիվ շախմատ խաղալուց բան ընթացքում ասում է էդի տենամ ասում է ինձին է սկսա արհամարական նայել բան, ու ասում է երբ որ բանակցությունները գնաց համաձայնության տակ փաստաթղթերը բերում էին կողմերը, ասում է էսի էդի առանց երկար բարակ մտածելու մի երկու բան կարդում էին, ասում է չէր անալիզ անում, ստորագրումը էդում էր բան, այդ հետո հուշերում չգիտեմ ինքնագրեթեով, բայց ես կարդացել եմ գրքում էլի բան։ Հիմա սա ինչի համար ասեցի այդ բանի ինչ էի որ խորամանկության մասին։ Դա խորամանկություն չի, իմիջիալով ես ասեմ, ես խորամանկությունը ու խաբեությունը դա նույնն է, պետք չի ժողովրդին խաբել։ Այդ մի հատ դուսպրծուկը կայնի ասում է, եկեք խորամանկ ենք, հաջորդ դրական հատկանիշ է դա։ Եթե մարդիկ նկատի ունեն թշնամուն երբեմն կարելի է խաբել, բայց դա եթե խոսքը գնում է հաղթելու մասին, կա հնարամտություն տերմինը, դա բարոյական առաքինությունների մեջ է, խորամանկությունը ստորության որակների մեջ է։ Լուրջ եմ ասում։ Իսկ այդ դրանք տագետները, որ իբր թե դիպլոմ ունեն, հələ կոչ են անում հաջորդին, ասում են եկեք խաբենք ասում է, մեկը հաջորդը մենք ընդունակենք դրան, ասում է դա դրական հատկանիշ է, որտեղ խորամանկել նշանակում է խաբել, կեղծել, ստել։ Եթե նրանք խելք ունենան, չեն ասի խորամանկել, կասեն պետքա հնարամիտ լինել։ Բիսմարկը չի խաբել, Բիսմարկը խաբելը գիտեք որն է, որ գնաս ասես ընդ կատու կա, բայց չլի։ Խորամանկել էնա, որ ասես մի հատ գնա այնտեղ, չգիտեմ ինչ ա եղել, գնա, բայց տենա չլի, բայց դու իրան գրգեցիր այնտեղ, հետո իսկ պատաս։ Իսկ հնարամտությունը էնա, որ դու իրան չես խաբում, ինքը թե ինչ ա խաբնվում, դա իր պրոբլեմն է։ Էդի ամերիկացիք 1000 տարի այդ գործը անում են։ Իրանք երբեք իրանք չեն խաբում։ Այլ հարց, իրանք կարան քայլ անեն, դուք սխալ եզրակացություն անեք, դա ձեր պրոբլեմն է։ Հիմա այդ մարդը ինչ ասի, ես Բիսմարկը չի խաբել նրանց։ Բիսմարկը ինքը իր համար տենց է խաղացել, կարող է իսկապես լավ չէր խաղում, հետո է հուշերում հեքիաթ պատմե։ Մենք չգիտենք, բայց սա ինչի համար ասեցի, հա, այդ այսինքն անխոչնդոտ որ ասում են, հիմա օրինակ եթե հիշում եք, Նիկոլը Կայնավ ասեց, մենք չենք բան անում, ոչ մի բանակցային փաստաթուղթ չկա, մենք հանդիպում զրուցում ենք։ Այդ ժամանակ ես ասի ախպեր զրուցելուց հետո կարող են ասեն կամ թուղթը ստորագրի այդ զրույցի տակ։ Խոսք ես տվել։ Զրույցի տակ կամ ստորագրի կամ է կռիվ ալելու։ Հիմա սա ինչի համար եմ ասում, հիմա հո Ալիևը չի մեղավոր, հիմա էլ պարզվավ, չէ՞ որ բանակցություններ ա եղել 19 թվին Լավրովի թուղթը։ Լավրովը ասում էր բանակցային փաստաթուղթ կա դրած։ Նիկոլ ասում էր չէ, հետո մենք զրուցում ենք։ Հիմա ով է մեղավոր, որ Նիկոլը բանակցային փաստաթուղթը զրույց էր դիտարկում։ Կարող է բնի սաղ աշխարհը էլի ասի մենք ենք մեղավորը, որ Նիկոլը սխալը հասկացե։ Էդի Նիկոլի պրոբլեմն է ու հայ ժողովրդի, որովհետեւ տգետի կամ դեբիլի կամ խափեփայի են գրգե բանակցության։ Նույն ձևի ոնց որ եթե Բիսմարկը շախմատը խաղացեք կրվել է, դրանից Ավստրիայի կանցլերը եզրակացրել է, որ սա անխելքի մեկն է, չի կարա այդ ինչ որ գրածա տողատակեր չկա։ Ինչ կարդման անմիջապես ստորագրում է։